պետական մասի պատասխանատու։ Մեր շենքով 1600 կուբամետր ջուր կա։ Երկրորդ արկ։ Ջուր։ Հա, ջուր։ Լողավազաններ, 600 լողավազաններ, որոնք անտերության է մարտված։ Դռները փակացա, ոչ մեկը չենք կարող նայենք, հասկանանք, մամրակալեց, ինչ է լավ, տակը գույք կա, գույքը վնասվել է, ջուրա թողե, չի թողե, գացատունը, որը մեզ քանակության գազ է սպառում։ Կացատան դուրը, որ շենքի հետ կապ չունի, առանձին կոդով, հետ էլ են բռնե փագել։ Հիմա ասենք իրանք, որ վնասում է, իրանք ինչ օգուտ դրանից։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Ո՞վ։ Դուք։ Ես որ ունենայս թե ինչ անում, եկել եմ ստե, որ ասեմ բարձրաձայնեմ, փորձեն ընթացտան գույնը կարենան մեր գույքին տերը։ Մոտավորապես 200 ծաղիկ կա այս շենքի մեջ։ Սա չորացել է։ Այսինքն ինչ են ուզում, հետեսի վնաս տալ չի, ուրիշ ինչ է։ Ես խնդրեցի գույնը մենակ ես մտնեմ, այդ գույքին հետևեմ, տենամ խնդիր չկա, չեն թողում։ Կներեք մի բան Դուք հենց այդ գործողությունների օրն եք, հա, խնդրել թե դրան հաջորդող։ Հենց այդ օրն եմ խնդրել։ Սմա զանգ տվեք գանք, բայց որ ում զանգ տամ։ Որտե զանգ տամ, տեղ ասեք զանգ տամ, գամ ինձ մտցնելներ սա գործողությունը անեմ։ Ըստ այս ամենը քաղաքական հանգամանքներով։ Դերեք այդ քաղաքականությունից խոսամ ես խոսում եմ այն վնասներից, ինչը կրում է այս հիմնարկը, այս բան։ Իսկ եթե օրինակ այսօր թույլ տան աշխատել, միանգամից կկարողանաք, այսինքն ինչքան ժամանակ է պետք, որ մի հատ ուշքի վերվի։ Չեմ պատկերացնում շենքը ինչ վնաս է, հիմա ներսում ինչ կա, ինչ է ելը, որ մի ասեմ 2 օրում կամ 3 օր։ Այսինքն նույնիսկ այդ բանը չի։ Իսկ ասենյակը վտանգավոր չի, որ առանց Ոնց վտանգավոր չի, ցավը տանեմ 4 ինչ ասես կարալ։ Այսինքն գազի արտահոս եւ այլն հայ այդպես։ Այդունավտանգ վիճակ է։ Ահա, բայց եթե չեմ կարող բարձրանամ, հասկանամ ինչ է կատարվում։ Արա ամեն բանը դնում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ավելի բանն եք